Առաջին հայացքից հնգամյա Ալեքսը մարզվում է, մինչդեռ իրականում հերթական վերականգնողական պրոցեդուրան է անցնում ու այսպես ամեն օր նորածնի պես քայլքն է ուղում։ Մանկական ուղեղային կաթվածի հետևանքով փոքրիկ տղան դժվարանում է խոսել, քայլել ու եթե անգամ քայլում է, ապա միայն ոտնաթաթերի վրա։ 2.5 նոր իմացել ենք, չէր քայլում։ Ասում էին կքայլի, բայց որ թաթերի վրա քայլեց, արդեն երրորդ մանկականում հենց գլոխը նկարեցինք, պարզ դարձավ, որ ունի DCP։ Հիմնական օրթեզներով կարողանում է գոնե մի թեթև, բայց բռնած ձեռքս էլի, չի կարում քայլի նորմալ։ Դուրս հանում եմ, քայլում եմ, բերում եմ, բայց մտավորնա հետ չաշված ոտքերը։ Ինչ վերականգնողական պրոցեդուրաներ եք տանում։ Լոգոպեդ, մանկավար, մեկ է ֆիզիոթերապիա կամ էրգոթերապիա։ Սրանք են այն անհրաժեշտ բուժման կուրսերը, որոնց գումարը դժբախտաբար Կարինեն չունի։ Պատմում է, թե իր համար որպես ծնող որքան բարդ ու հուսահատեցնող է որդուն տեսնել այդ վիճակում։ Ասում է, ամենացավալին երեխային անօգնական ու ընկճված տեսնելն է ու մեկ էլ իր անզորությունը, այն էլ այն դեպքում, երբ կաշվից դուրս գալով փորձում է հոգալ ընտանիքի կարիքներն ու երեխայի բուժման ծախսերը։ Ամեն ամիս, եթե ես 3 պարապմունք տանեմ, 120,000-ից սկսվում է։ Մի պարապմունքը գալիս է 40,000 դրամ։ Մի հատիկ ընդամենը, եթե 3-ն էլ տանեմ, մոտավոր 120,000։ Կարինեն վերջերս է ամուսնալուծվել ու հիմա 4 երեխաների խնամքն ամբողջությամբ իր ուսերին է։ Հիմնական աշխատանք չունի, ձեռքն ընկած ամեն բան անում է, որ երեխաները չզգան հոր բացակայությունը։ Օգնող չունեք։ Ոչ մեկ չի օգնում։ Իսկ պապան։ Պապան չկա։ Վաղուց է գնացել։ 7 տարի։ Տան մաքրում եմ անում, եթե եղանակները բացվում է, դաշտի աշխատանք, չենք նստում էլի տունը, չեմ կարա նստեմ տունը ես, հիմնական հիմա չեմ կարողանում աշխատեմ։ Չի կարողանում, որովհետև հիվանդ ծնողներին էլ է Կարինեն խնամում։ Ամուսնալուծությունից հետո է տեղափոխվել հայրական տուն, որտեղ էլ ապրում ու կենցաղային հոգսերն է կիսում եղբոր ընտանիքի ու ծնողների հետ։ Իդեպ ծնողները չեն աշխատում, թոշակառու էլ չեն, տան անդամներից միայն եղբայրն է աշխատում, ու այսպես 10 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքը մեկ հարկի տակ է ապրում ու մի կերպ պահում գոյությունը։ Դե մամաս մի քիչ լավ չի զգում, շաքարային դիաբետ ունի, մոտավոր մի 30 հելնում է, որը չափից շատ է էլի իր համար, մի անգամ ինսուլտ տարած է։ Այս տանը մի փոքրիկ սենյակ էլ հատկացրել են Կարինեի ընտանիքին, 4 հոգով մեկ մահճակալի ու բազմոցի վրա են քնում։ Մաման տուն չի լում, տատի են մյուս քրոջս են տանում, ես իրենց պարկում եմ, իրանք ցենցելում են, ես իրենց տիրություն եմ անում։ Պայմաններն անմխիթար են, կրծողներն ամբողջ գիշեր հանգիստ չեն տալիս։ Մայրը ստիպված է լինում աչք չփակել, որ երեխաներին հանկարծ չվնասեն։ Մաման գիշեր չի քնում, որտես կուրա փախնում, մեջում մաման այս կատու եք բերելու, այդ կատու ոգի բդի տանի։ Ասել է։ Իսկ շատ կան մկներ։ Չէ, մի 2 հատ։ Դա հիմնականում գիշերները չքնելու պատճառն էլ նաև լինում այն, որ առնետներ կան տունը, երեխաներին չվնասելու համար։ Գարիկն ու Միլենան պարզապես պաշտում են իրենց փոքրիկ եղբորը։ Նրանցից յուրաքանչյուրն իր երազանքներն ու նպատակները կապում է հենց Ալեքսի հետ։ Օրինակ Միլենան որոշել է բժշկուհի դառնալ, որ բուժի աշխարհի բոլոր հիվանդ բալիկներին։ Ինչ ես ուզում, որ իր համար անեն, ոնց օգնեն իրեն։ Ուզում եմ, որ ինքը լավն է, մերը կարա խոսալ, թաթերի վրա չքայլի, թորբար քայլի։ Որ մեծանամ, շատ գումար եմ աշխատելու, որ աղբոր հանեմ երկրից դուրս, որ բուժվի։ Խնդրանքով եմ դիմել զուտ երեխայիս համար, որ ինքը այս մի քանի ամիսը գոնե ստաբիլ իր այդ բուժումները, վերականգնողականները ստանա, դպրոց գնա։ Ինձ ուրիշ հավատացեք ոչ մի բան պետք չի, ես էլի կաշխատեմ իմ բալիկներին կապահով։ Ալեքսի առողջական վիճակը կարևոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Նրանք միասնաբար են փորձում օգնել փոքրիկին։ Ես այս վիդեոը չեմ ուզում, ես ուզում եմ մենակ իմ աղբերը առողջ լինի։ Դե ամենաշատը մեզ հեռախոսա պետք, որ զանգենք մամային, մաման էլ մեր զանգի, որ դասից իմանա տուն ենք գալիս։ Ինքը չի իմանում, որ ինքը տենց լում է այդ վերականգնողականները չի իմանում տուն են գալի, թե չէ։ Դե համար շատ եմ եղում։ Կարինեն ու նրա ընտանիքը հուսով են, որ մի օր էլ Ալեքսը կկարողանա խոսել, քայլել ու ժպտալ, այնպես ինչպես ցանկացած երեխա, առանց ցավի ու դժվարությունների։ Իմ երեխան գոնե մի փոքր կարողանա ինքը իրան տիրապետի հասկանա, իր հանուչեն, դաժե տուալետը չի հասկացնում։ Փորձել եմ, բայց որ
հիմնական բժիշկը բացատրեց, եթե մտավորը հետ է, կախված է դրա հետ։ Դրա համար չեմ կարողանում ոչ մի ձև իրան սովորացնեմ։ Եվ չնայած գիտակցում է, որ երկար ու դժվարին ճանապարհ է իրեն սպասվում, բայց չի ընկճվում ու շարունակում է պայքարել։ Այսօր այս ընտանիքը ունի բոլորիս աջակցության կարիքը, որին անդունդից փրկել կարող ենք մեր միասնության, փոխադարձ աջակցության եւ մարդասիրության շնորհիվ։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանգյուն։